Բարի գալուստ իմ կարնիվոր ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բաժանորդագրված հետևորդներից ու նաև այն բոլոր հետևորդներից, որոնք բաժանորդագրված չեն։ Ուղղակի խնդրանքս, եթե հետևում եք, իմ կարծիքով դժվար չէ լայքերը դնել ու ընդհանրապես խնդրում եմ տարածել ալիքը, գրեք մեկնաբանություններ, հավատացեք, դա իմ կանալի համար շատ օգտակար է, քանի որ ալգորիթմը ճանաչում է լայքերի ու մեկնաբանությունների տեսքով ալիքի կարևորությունը այդպես է ինքը զգում և տարածվում է ու շատանում։ Նախապես բոլորիդ շնորհակալ եմ դիտումների համար, կցանկանայի, էլի եմ ասել, դա ինձ մեծ մոտիվացիա է տալիս առաջ գնալու ալիքը, կցանկանայի, որ իրոք ալիքս մեծանար, շատանար ու հույսով եմ, որ ինչպես ես եմ այդպես կարնիվորով առաջ գնում, այնպես էլ ալիքս կարող է այդպես առաջ գնալ ու ոչ միայն կարնիվորը ինձ համար օգտակար կլինի, այլ նաև կարծում եմ շատ շատերին, միգուցե լինեն մարդիկ, որ իրենք էլ նույնպես փորձեն, չնայած իմ կարծիքով, եթե ես չեմ սխալվում, դեռ կան այն հետևորդներից, որոնք փորձել են կարնիվորը, միգուցե և նույնիսկ շարունակում են։ Ինչևէ բոլորիցդ շնորհակալություն, իսկ հիմա անցնենք առաջ։ Այսօր ուզում եմ մի քիչ յութուբյան, իհարկե նորից եմ կրկնում, ռուսական սեգմենտի, ռուսախոս կարելի ասել, սեգմենտի, ինչպես ասում են, բամբասանքներից կամ քննադատություններից խոսել, իհարկե դիետայի շուրջը։ Ու ընդհանրապես դա կապ չունի, թե մարդը նիհարում է որ դիետայով։ Ուրեմն ինձ համար օրինակ հաճելի էր, երբ նախ ասեմ, ես մի հատ ռուս բլոգեր կար, կին, ինքը առաջիններից էր, որ նիհարել էր, որ հասել էր մեծ բարձրունքների, իհարկե ինքը նիհարել էր կալորիաները հաշվելով, բայց ես ինչպես հասկացա, նա օգտագործում էր առողջ սնունդ ասվածը, նրա ափսեի պարունակությունը և ածխաջրեր էին, և ճարպեր, և սպիտակուցներ։ Իհարկե նա այն չի կարելի բաները միգուցե և գրեթե չէր ուտում։ Ինչևէ Քսենիան, Քսյուշան ահագին բարձրունքների էր հասել, նույնիսկ սպորտզալ էր հաճախում ու այնքան էր փոխվել, որ իրոք տեսքից դառել էր իրոք մի հատ սիրուն ֆիտյանյաշկա, ինչպես ասում են, սիրուն տեսքով, ահավոր նիհարել էր ու շատ տեսքը գրավիչ էր։ Ինչևէ, հետո սկսեց ալիքների, ես պարբերաբար էի նայում, այն ժամանակ ես ինքս էլ նայում էի, չէի նայում, դիետա օգտագործում էի, չէի օգտագործում, ասել եմ, որ էլի նորից տարբեր դիետաներ, այնտեղ ես սկսել էի այդ ժամանակ իմ դրոբնի պիտանյան, այսինքն սնվում էի օրը 4-5 անգամ, շատ քիչ քանակությամբ ու էլի ասեմ, իմ սննդակարգում կային ածխաջրեր, այդպես կոչված բարդ ածխաջրերը։ Ու նաև ասել եմ, որ ես այդ ժամանակ բոլորովին շատ մեծ քանակությամբ, այդպես ասած, քաշ էի կորցրել։ Ինչևէ, այդ մասին չեմ ուզում խոսել էլ նորից, գանք այս աղջկա պատմությունը, կնոջ պատմությանը,
իրոք ինքը նիհարում էր ու իրոք այդ ռուսախոս նիհարողներից միգուցե եւ առաջնայիններից էր բլոգերը, որ այդ ինքն էր, ինչպես ասում են, միգուցե ուրիշներն էլ են այդպես եղել ու մի հատ ուկրաինացի էլ կար, մի խոսքով դրանք հասան իրենց երազած արդյունքին ու մի գեղեցիկ օր դարավ այդ ատկատ ասված տեսակը, այդ զաժորը, ինքը որոշեց, որ ինքը ունի RPP, այսինքն ունի, երբ որ մարդ ուտում չի կշտանում, այդ բանն է էլի RPP-ն։ Իմիջիայլոց բոլոր գեր մարդիկ ունեն այդ խնդիրը, բայց բոլոր գեր մարդիկ չեն ուզում կամ իրանց մեղադրում են կամ բոլորովին լավ չեն ուսումնասիրում կամ ուսումնասիրում են այնպիսի բաներ, որ իրենք են մեղավոր, իրենց բնավորությունն է մեղավոր, բայց ոչ ասենք թե իրենց օրգանիզմի ֆիզիկական, քիմիական հատկությունները։ Այդպես ես էլ ինձ էլ եմ մեղադրել, երբ որ մարդ սնվում է ու մի գեղեցիկ օր ամեն ինչ խախտվում է ու հետ է գալիս քաշը, ինչևէ այս կնոջ քաշն էլ հետ է եկել, ինքը տարբեր բաներ էր փորձում, նույնիսկ գիպնոզ, նույնիսկ այն որ ծոմապահության նման մի բան, այն որ դու քեզ խոսք ես տալիս կամ չգիտեմ բարձրյալին ես խոսք տալիս, որ այս ինչքան ժամանակահատվածում չեմ ուտի խոսքին, այդպես։ Նույնիսկ այդպիսի բաներ է արել, ինչ տեսել է փորձել է, նույնիսկ այն որ կարնիվորցիներն ասում են կերեք կուշտ մինչև ձեր օրգանիզմը հագենա, նույնիսկ այդպես է ասել, նստեմ կուշտ ուտեմ ու հետո էլ չուտեմ, բայց էլի նորից դա կարնիվորցիներին է վերաբերվում, ոչ թե այն մարդկանց, ովքեր ածխաջուր են օգտագործում։ Ինչևէ երկար բարակ չխոսեմ, այդ կինը վերադարձել է 3 տարի հետո անհայտացավ ալիքով մեկ, ճիշտն ասած ես գրանցված էի իրեն ինստագրամում էլ, յութուբյան ալիքում էլ, բայց յութուբյան ալիքը երևի ծածկել էր, ընդհանրապես չէր երևում, վիդեոները չի ջնջել, կա, ինչպես կա, այնպես էլ կա, ուղղակի ծածկել էր, փակել էր, չկար, յութուբյան տիրույթում յութուբը չկար, այ վիդեոներն էլ չկար։ 3 տարի է անցել ու նա նորից վերադարձավ, ինքը Ռոստովից է, վերադարձավ մի քանի օր առաջ ինստագրամ, ես նույնիսկ տեսնելով իր ստորին, ինչ այնքան ուրախացա, ինձ թվաց, թե ինչ-որ ծանոթ մարդու եմ հանդիպել, որովհետև նրանից էլի, երբ որ նայում ես բոլոր տեսակի նիհարողներին, շատ բաներ ես սովորում, ու շատ բաներ իրոք համընկնում է ինձ հետ, ու բացի այդ ես հասկանում եմ, որ այդ բոլոր գեր կանայք, ինչ իրենց սրտում կա, ինչ իրենց հոգում կա, ինչ ճանապարհ որ անցել են, պլյուս մինուս դա նաև իմ պատմությունն է, այնպես որ շատ քիչ տարբերություններ կան։ Այդ կինն ինքն էլ է եղել, ինչպես ասում են, ինձ նման մանկությունից սկսված, այնպես որ ինքը նիհար ու չաղացած անձնավորություն չի եղել։ Ինչևէ հիմա վերադարձել է ահավոր շատ քաշով, ինչը ինքը այն ժամանակ չուներ, ինչպես ես, որ այդպիսի քաշ չեմ ունեցել ու գնացել եմ այն քաշին, որ երբեք չեմ ունեցել, դա երևի չաղերի 90%-ն այդպես է, երբ որ հետ ու առաջ ես գնում, դրանից քաշը ավելանում է։ Իմ կարծիքով յուրաքանչյուր չաղ տեսակ, այդպես եմ ասում, թող չնեղանան, ես ինձ էլ եմ այդպես ասում, գեր մարդիկ,
յուրաքանչյուր գերմարդիկ այդ խնդիրը ունեն, եթե նիհարում են ու չեն շարունակում, բնականաբար դա հետ է գալիս, ու յուրաքանչյուր բան, ես ասել եմ ու կասեմ, դա ես ինքս ինձ էլ եմ ասում, ինչ դիետա ուզում է լինի, կետո, կարնիվոր, դրոբնի, լինի տարբեր տեսակի, ինչ տեսակի ուզում է մենակ ջուրս ամբողջ օրը խմես, միևնույն է, հետ վերադարձար ամեն անգամվա սնունդիդ, քաշը ավելանում է ու ավելանում է կրկնակի, ինչու չէ նաև որոշ մարդկանց մոտ կարող է եռակի ու քառակի, այնպես որ ոչ մեկ հույս չփայփայի, եթե սննդակարգը նիհարում են ու վերջ, գանք այդ աղջկան այդ կնոջ պատմությանը, հիմա արդեն մոտ ինքը 160 կիլոգրամ քաշ ունի, դե ինքը այդքան է ասում, միգուցե նաև մի քիչ ավել է, չգիտեմ ով ինչպես է ասում, բայց ահա որ չաղացել է, հիմա ինչ է ուզում նա, ուզում է վիրահատություն անել, մենք գիտենք, որ վիրահատություններ այնպես կան տարբեր տեսակի բալոններ են տալիս, կամ ինչ որ մի քանի տեսակի են անում, դա վիրաբուժները կիմանան, բժիշկները ուզում է երկակի մասնատում անել, դա ինչ է տալիս, իմ իմանալով, կարդացածով, լսածով, դա այն է, որ բացի են, որ ստամոքսի տարողությունը քիչ է լինում, նաև ինքը քաղցի զգացմունքը փակող, որովհետև այդ ենթաստամոքսային ինչ-որ գեղձի, մի խոսքով հատում են, այդպես բժշկական տերմիններով ասած, քաղցը չես զգում ու ավելնորդ սնունդ չես կարող ընդունել, դա սկզբնական ժամանակահատվածում շատ լավ է, դա այդ կինն է այդպես որոշել, դա սկզբնական ժամանակահատվածում շատ լավ է, բոլորը շատ արագ նիհարում են, շատ արագ, ու իմ կարծիքով ինչքան գեր ես լինում, այնքան արագ ես նիհարում, ու մոտ կարող ես գցել մինչև 60-70 կիլոգրամ այդպես քաշ, արագ տեմպերով, բայց այնպես չի, որ այդ 60 կիլոգրամ քաշը, 60-70 կիլոգրամ, 50-ից 60 կիլոգրամ, 70 նայած մարդ, այնպես չի, որ այդ քաշը գցելուց հետո օրգանիզմը կանգ չի առնում, գրեթե բոլորի մոտ էլ օրգանիզմը մի պահ կանգ է առնում, ինչպես էլի նորից համարյա բոլոր դիետաների մոտ, ու այդ ժամանակ, եթե մարդը նորից ինքը որոշում է, որ պետք է դնի կալորիա հաշվի, ուտի թխվածքներ, կոնֆետներ, կալորիաները հաշվելով, պահելով, օրինակի համար ինքը որոշի, որ իր ստամոքսի տարողությունը, ասենք թե 100 միլի է, ու այդ 100 միլին ինքը ասի, ուրիշ բան չեմ ուտում, մի կտոր տորթ եմ ուտում, կամ մի երկու կոնֆետ եմ ուտում ու վերջ, կներեք, այդպես չի, դա առողջ չի, դա ճիշտ չի, որովհետև օրգանիզմը չի սնվում, որակ չկա, նորից եմ ասում, կարնիվորն ինչքանով է լավ, որ ինքը բոլոր ամինաթթուները, բոլոր սպիտակուցները, ոյ կներեք, բոլոր սպիտակուցները, բոլոր ամինաթթուները, բոլոր բնական ճարպերը ստանում է ու օրգանիզմը չի հուզվում, մկաններիցդ չի գնում, էլի նորից այդպես բացատրական, եթե ասեմ, էլի անընդհատ կա, դու չես հյուծվում, դու քո քաղցին, ես այդպես եմ հասկացել, որ կարնիվորը, կետո դիետան, դա միակ դիետաներն են, որ մարդկանց պահում են կուշտ, չափի մեջ ավելնորդ բաներ դու չես ուզում ուտել, պլյուսը մենակ դա է, իսկ եթե այնտեղ ասում են, որ դնենք գրամներով հաշվենք, կալորիաներով հաշվենք, վաղ թե ուշ
Քսյուշայի նման հետ է գալու, որովհետև մարդը չի կարող անընդհատ հաշիվել, բացի դա չի կարող, միգուցե կարող է, բայց, այնտեղ եթե դու օգտագործում ես արդեն ածխաջրերը, իսկ դրանք այն հատկությունները ունեն, գլիկոզան, ածխաջրերը այն հատկությունը ունեն, որ կախվածություն են օրգանիզմիդ ու քեզ առաջացնում։ Դու մի կտորից արդեն անցնում ես 2 կտորին, 2 կտորից 3 կտոր եւ նույնիսկ չես էլ նկատում, թող փաստեն բոլոր գերմարդիկ, չեն էլ նկատում իրենք ինչպես են չաղանում։ Մեկը ինձ թվում էր, որ ես ավելացել եմ 1 կիլոգրամով, 2 կիլոգրամով, 3 կիլոգրամով, լավ, ասենք քարը տրակի մի 3-4 կիլոգրամ, երբ որ արդեն հագուստներդ քո վրա չի գալի ու մի գեղեցիկ օր դու կանգնում ես կշեռքին, դրա այդ քո թվերի հավատացեք զրոները շատ արագ կերպով ավելանում են զրոն, այնպես որ ոչ մեկ այդպես չի զգում, չի էլ պատկերացնում, լավ մի կտոր կուտեմ ու վсё, չէ, ինքնաբերաբար այդ մի կտորը շատանալու է ու բերելու է այն արդյունքին, ինչուն բերել է շատ շատերին, ու գիտեք ինչ, ախր նա նորից եմ ասում, Քսյուշան այն բլոգերներից էր, որ իրոք հասել էր իր իդեալական կազմին, իրեն մնում էր մենակ քաշը պահպանել ու մեկ էլ եթե ինքը գումարային տեսքով գումար ունենար, կարող էր վիրահատական միջամտություններ անել կախված մաշկի հետ ու վերջ, իրեն այդպես ոչ մի բան, ոչ մի գրամ նույնիսկ նիհարելու տեղ չկար արդեն, այդ կարգի ինքը իդեալական նիհարել է, բայց ցավոք սրտի այն ժամանակ, որ կանալից դեռ չէր հեռացել, այն ժամանակ արդեն հետ էր եկել շատ հետ էր եկել, բայց այս 3 տարվա բացակայությունից հետո, երբ որ նորից Instagram ու YouTube վերադարձավ, էլ ավելի շատ է հետ եկել քաշը ու որոշել է, որ վիրահատության դիմի, պատկերացրեք, որ այս աղջիկ եմ ասում, դե կին է, 44 տարեկան կին է, այս կինը Քսյուշան այնքան իր այն նիհարած քաշը, որ ինչպես բացատրեմ, այն էլ արդեն երանելի չի, հասանելի չի, իր համար ինքը երազում է գոնե լինի 120 կիլոգրամ, գոնե, այ տեսեք, թե ուր է տանում, ես ինքս էլ եմ արդեն, ոչ թե արդեն միշտ էլ այդպես հասկացել եմ, ուղղակի գալիս է մի պահ, որ մարդու մեջ ինչ-որ մի բան կոտրվում է, օրինակ իմ մեջ էլ կա այդպիսի բան, ես կարող եմ ոգևորվել, ոգեշնչվել ու մի փոքրիկ բանից կոտրվել ու նորից հետ գնալ, այդ իմ մեջ էլ կա, կարծում եմ յուրաքանչյուրի մեջ էլ կա, ուղղակի այնքան պիտի ուժեղ լինես կամքով, որ չկոտրվես, հենց կոտրվեցիր, ինքը նորից հետ ես գնալու, ամեն դեպքում հետ ես գնալու, դա երևի ոչ միայն նիհարելուն է վերաբերում, այլ շատ կախվածությունների, դա մենակ այդպես հաշվենք, ուտելու կախվածությունը չի, դա նաև ուրիշ կախվածություններին է վերաբերվում, մի փոքր հետ նայեցիր ու ամեն ինչ վերջացած է, ինչևէ ես ուրախ եմ, որ այդ կինը եկել է, կա, ես նույնիսկ ուզում էի ձայնային, որտև գրելու հետ մի քիչ այդպես երկար-բարակ չեմ ուզում ինչ-որ տառասխալներով գրեմ, երկար-բարակ գրելու հետ հավես չունեմ, ես ուզում եմ Instagram-ով այդ կնոջը մի քանի բան ասել, տեսնեմ կպատասխանի թե չէ, իրոք ես իրեն շատ էի հավանում ու հավատացեք, հիմա երբ որ ես ընդհանրապես դեմ եմ այդ միջամտությանը, դեմ եմ ոչ թե միջամտությանը վիրահատական, որ մարդիկ ինչու պիտի վիրահատվեն, կարող են, ոչ բոլորը կարող են, ես ասել եմ, եթե ես գումար ունենայի, ես ինքս միգուցե դիմեի վիրահատական միջամտության, թողանեին, իսեր Աստծո, բայց ես կուզենամ այն մտքով, որ
նորից ինքը իր գլուխը մտցնի, որ ինքը կարող է կալորիաներ հաշիվելով, ինքը կարող է սպիտակուցներին ու բնական ճարպերին անտեսելով վայ ճարպը կչաղացնի, վայ սպիտակուցը պոչկաներս չգիտեմ ինչ կանի, նման բան չկա։ Ու նորից ինքը տա իր խառը սնունդին նորից գրամներ հաշիվելով, ես էստեղ վաղ թե ուշ, չգիտեմ, ինչքանով իրեն բնավորությունը կամ ինչքանով է իրեն, չի ասի բնավորություն, ինչքանով է ինքը իր օրգանիզմը պատրաստ նորից թեկուզ վիրահատությունից հետո նորից հետ չգալու, ինչև է շատ շատերը, այնքան շատերն են, թե ինստագրամում, թե TikTok-ում, թե YouTube-ում, շատ շատերն են, որոնք գեր մարդիկ դիմում են վիրահատությունների, այնտեղ շատ քչեր են, այ ուկրանիացին, այդ ուկրանիացու դիետան, Լենայի դիետան, ինքը իմ դիետայի նման չի, ինքը այդ առողջ սնունդ ասածն է, ՊՊ սնունդը, правильный питание, այնտեղ կան քիչ քանակությամբ ածխաջրերը բան, նա, այո, նա նիհարել է, նա արդեն ահագին մի 3-4 տարի է ինչ իրեն քաշը պահում է, իդեպ այդ երկուսով իրար հետ էին համարյա թե սկսել Քսյուշայի հետ, նա պահում է, մալաջեց, ինչպես ասում են, բայց ինքը կարողանում է պահել, ինքը մրգերել է ուտում, ինքը կարողանում է, թե հիմա ոնց է կարողանում, իդեպ ինքը հիմա Թայլանդում է, այնտեղ տաք, արև, ծով ու մրգեր ու բանջարեղեններ լիքը, ինչև է ամեն մեկը մի ձևով նիհարում է, մի ձևով պահում է, ուղղակի պահելը պետք է մինչև վերջ կարողանա մարդ, նիհարելը մի գուցե և այդքան դժվար չի, պահելն է շատ դժվար, քաշը պահելը ավելի դժվար է, քան նիհարելը, ու ես այդ բազմիցս ինքս իմ վրա եմ զգացել, ինչև է այդ փոքրիկ պատմությունը, ես ուրախ կլինեմ, ես իրեն հետևելու եմ, տեսնեմ վերջը որոշեց, որ օպերացիան անի թե չէ, ուրախ կլինեմ, եթե անի, ու ընդհանրապես ես շատ ուրախ եմ, որ մարդիկ իրենց առողջության մասին, իրենց տեսքի մասին, իրենց առողջության, առաջին հերթին առողջության մասին մտածում են, ես ոնց հասկանում եմ էսթետիկական տեսքի մասին, նույնիսկ մենք գեր մարդիկ, կանայք, տղամարդիկ ինչու չէ նաև, ոչ մեկ ջահել տարիներին, երիտասարդ տարիներին, ոչ մեկ այդքան էլ, ճիշտ է, երազել ենք, բայց այդպես մեծ հաշվով ոչինչ էլ չենք արել մենք ինքներս փոխելուն, բայց այ երբ տարիների ընթացքում այդ ամեն ինչը դառնում է արդեն մեծ ցավ, մեծ պրոբլեմ քեզ, տարբեր տեսակի խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ արդեն սկսում ես մտածել կազդուրվելու, նիհարելու մասին, առողջ եղեք, ես այսօր իմ այդպես հախուռն պատմությունները այդ կնոջ մասին, ես կհետևեմ, իհարկե, ու ընդհանրապես ուրախ եմ, երբ որ մարդիկ բոլորը ուզում են ինչ-որ մի փոփոխություն, թեկուզ մինիմալ ձևով մտցնեն իրենց կյանք ու առօրյան, լավ օր ձեզ, բարի դիտում, ու էլի մի խնդրանք, գրեք մեկնաբանություններ, դրեք լայքեր, տարածեք, եթե նույնիսկ ձեզ պետք չի, հավատացեք, շատ մարդիկ կան, որ իրենց պետք է առողջ սնվելը, իրենց պետք է իրենց առողջությանը հետևելը և ինչու չէ միգուցե նաև իրենք էլ կարնիվորի մասին լսած կլինեն,
ուրիշ ալիքներից, մեր հայկական տիրույթում YouTube-յան ու ինտերնետային, գոնե ինչ-որ մեկը կասի, այ այս կինը ինքն էլ է փորձել այդ նույն կարնիվորից, տեսնենք մենք ինչպես կսկսենք կամ կփորձենք։ Առողջ մնացեք, լավ մնացեք, ձեզ բարի դիտում։